Սիրելի ժողովուրդ, հունիսի 22-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովի ամբիոնից Սերժ Սարգսյանը հանդես եկավ Երրորդ հանրապետության դիվանագիտության պատմության մեջ ամենախայտառակ հայտարարություններից մեկով։ Ալիևի հետ հանդիպումից առաջ Սերժ Սարգսյանը իլուր աշխարհի հայտարարեց հետևյալը. Ադրբեջանը մեջբերում եմ, Ադրբեջանը առավելություն կստանա, եթե Աստված միարասցե ռազմական գործողություններ սկսվեն, որովհետև նրանք իրոք իրենց ժողովրդին պատրաստել են և պատրաստում են պատերազմի մեջբերման ավարտը։ Եթե ուրեմն որևէ մեկը Հայաստանում կամ դրանից դուրս նման հայտարարություն աներ, իշխանական խոսնակները վրա կտային, կանվանեին ադրբեջանական քարոզչության հլուկ ամակատար, այդ ասողին կանվանեին թուրքական և ադրբեջանական գործակալ, վերլուծագանգերը բոլոր հնարավոր կողմերից կհարձակվեին հոշոտելու այդ օրինակ հայտարարության հեղինակին։ Բայց հիմա մենք տեսնում ենք լռություն, քար լռություն, և այդ հայտարարությանը Սերժ Սարգսյանի հայտարարեց առայժմ միայն Իլհամ Ալիևը բանակցությունների սեղանի շուրջ կոշտացնելով իր դիրքորոշումը։ Բայց շատ ավելի կարևոր է արձանագրել, որ սա խոսում են մի հանրապետության անունից և մի հանրապետության հետ հակամարտության մասին, որտեղ Հայաստանի Հանրապետության բանակը և Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ընդամենը 1.5 տասնամյակ առաջ ջախջախիչ պարտության է մատնել այդ նույն Ադրբեջանին։ Հիմա հարց է ծագում, Սերժ Սարգսյանը պիտի պատասխանի այդ հարցին, ուր է այդ հաղթական բանակը, ուր է այդ հաղթական ժողովուրդը, դու Սերժ Սարգսյան անձամբ պատասխանիր այս հարցին, որովհետև ժառանգել ես հաղթական բանակ և հաղթական ժողովուրդ, դու և Ռոբերտ Քոչարյանը, այդ ընթացքում դու անձամբ եղել ես պաշտպանության նախարար, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ներքին գործերի ազգային անվտանգության նախարար, վարչապետ և հիմա էլ բռնազավթել ես նախագահի պաշտոնը, ուր է այդ հաղթական բանակը, ուր է այդ հաղթական ժողովուրդը։ Սերժ Սարգսյանը պետք է պատասխանի այդ հարցին և այսօր Ադրբեջանի և Եվրոպայի խորհրդի առաջ չքմեղանալու փոխարեն պետք է պատասխան տա սեփական ժողովրդի առաջ։ Հիմա Սերժ Սարգսյանի փոխարեն օրերս այդ հարցին պատասխանեց նրա վարչապետ Տիգրան Սարգսյանը։ 168 ժամ թերթին տված հարցազրույցում Տիգրան Սարգսյանը ահա ինչ է ասել։ Լրագրողը հարցնում է. այդ նույն կրիտիկական դժգոհ զանգվածի մի մասն էլ պահանջելու փոխարեն այսօր հույսը կտրած արտագաղթում է։ Նույնիսկ վիճակագրական տվյալներով արտագաղթողների ծավալները վտանգավոր սահմանի են հասնում։ Տիգրան Սարգսյանը պատասխանում է. ինչ անենք, ամեն ինչ անենք, որ այդ մարդիկ չփախչեն, որ այդ կրիտիկական զանգվածը մնա այստեղ ու հեղափոխություն անի։ Ընդամենը տարիներ առաջ, ընդամենը երկար ժամանակ Հայաստանի ընդդիմությունը պնդում էր և պնդում է, որ Հայաստանում հաստատվել է Հայաստանի և հայ ժողովրդի համար թշնամական, ավազակապետական, մոնղոլ թաթարական իշխանություն։ Եվ այսօր Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը իրենց հայտարարություններով ընդամենը դա են ապացուցում։ Եվ այդ ավազակապետական, մոնղոլ թաթարական իշխանությունը պետք է հեռանա։ Այս օրերին մեզ հարց են տալիս երկխոսության հետ կապված, թե որ այդպես է,
ավազակների եւ հանցագործների դեմ ինչու եք պատրաստակամություն հայտնում երկխոսության։ Միթե հանցագործների եւ ավազակապետերի հետ բանակցում են։ Այո, դա ընդունված Այո։ Պայքար, պայքար։ Սերժի, հեռացիր։ Այսօր մեզ հարց են տալիս, ասում են միթե հանցագործների հետ բանակցում են։ Այո, հանցագործների հետ բանակցում են, երբ այդ հանցագործները պատանդ են վերցրած լինում ժողովրդին, մարդկանց։ Այդ հանցագործների հետ բանակցում են ոչ թե հանցագործների սիրուն, այլ պատանդ վերցված մարդկանց սիրուն, նրանց ապագայի ու հայրենիքի սիրուն։ Եվ մենք բոլորս պետք է արձանագրենք, որ երկխոսությունը ըստ էության մի վերջին հնարավորություն է Հայաստանում հաստատված ավազակապետությունից ազատվել երկխոսության ճանապարհով։ Եթե երկխոսությունը արդյունքներ չի տալիս, եւ ահաբեկիչների եւ հանցագործների հետ երկխոսում են եւ երկխոսությունը արդյունք չի տալիս, հանցագործներին վնասազերծում են գրոհով։ Ուրեմն նրանք ասում են, թե ինչպես կարող է իշխանությունը երկխոսությամբ համաձայնվել հեռանալու։ Համոզված եղեք, եթե Եգիպտոսի նախկին նախագահ Մուբարաքին եւ Թունիսի նախկին նախագահ Բեն Ալիին հարցնեք, նրանք շատ կփոշմանեն, որ ժամանակին երկխոսություն չեն սկսել ընդդիմության հետ։ Եվ հավատացած եղեք, եթե այդ նույն ճանապարհով գնան Հայաստանի ավազակապետական իշխանությունները, նրանք նույնպես փոշմանելու են, սրանում որևէ կասկած չի կարող լինել։ Հայ ազգային կոնգրեսը այս գնահատականը տվել է, կերխոսեն լավ, չեն երկխոսի, մեղքը ուրեմն իրենց վիզը։ Ավազակապետությունը պետք է կազմաքանդվի, ավազակապետությունը պետք է հեռանա, սրանում այլ ընտրանք չկա, եւ մենք ունենք բավարար ուժ, բավարար կամք, բավարար վճռականություն մեր ժողովրդի այդ նպատակը ի կատարածելու համար եւ ուրեմն պայքար, պայքար, մինչև վերջ, պայքար, պայքար, մինչև վերջ։